Փառք Հիսուսին, անցնեմ խոսքին, այսօրվա խոսքին վերնագիր եմ դրել ցույց տուր Հիսուսին։ Մենք քրիստոնյա ժողովուրդս ամեն մեկից փափագն է, որպեսզի փառավորենք Տիրոջը, որ ամեն ժամանակ մենք կարողանանք փառքը տանք Տիրոջը։ Դրա համար հենց վերնագիրն էլ ասում է ցույց տուր Հիսուսին։ Իսկ եթե դու ցույց տաս Հիսուսին, ես արդեն քարոզից վերջն եմ ասում, որ ասեմ ամեն ինչն եմ։ Ցույց տուր Հիսուսին։ Եթե մենք չկարողանանք ցույց տանք Հիսուսին, մենք չենք կարող փառավորենք Տիրոջը։ Ուզում ես երգի, ուզում ես բարի, ուզում ես ինչ ուզում ես արա։ Չգիտեմ ինչ կոչումի մեջ ես, ինչ պարգևներ ունես, եթե չի ուղղում դա ժողովրդին Հիսուսին, եթե քո անելը, քո կոչումը, քո պարգևները չեն ցույց տալի Հիսուսին, բաում են ցույց տալի։ Ուզեմ կամած էսի վերջ ասեցի, թե ուր եմ բերելու։ Հիմա ուզեմ սկզբից։ Երբ որ մարդ մեղ գործեց, ինքը Աստծո փառքից պակասել է։ Ստեղ աղաջան աղբերը շատ շեշտեց. խավար, լույս։ Շատ հիանալի ձևով բացատրեց խավարի գործերը ու նույն ձևի բացատրեց լույսի գործերը։ Ես ասեմ տենց շատ տենց խորը չէ, բայց մի բան կասեմ, որ լույսի գործերից մեկն է, որ դու ցույց տաս Հիսուսին։ Գիտես, երբ որ մարդ մեղ գործեց, մարդը խավարը մարդուն կուրացրել է։ Այս աշխարհը խավար եղավ։ Ես մի անգամ անցած երևի որ խոսք պետքա խոսեին, ես փոքր այնց շոշափել եմ այս մասին, ոչինչ որ կրկնողություն լինի, բայց բերեք մի հատ էլ ասեմ, բայց այս անգամ ուզում մանրամասնեմ։ Երբ որ մարդը խավարի մեջ է, այսինքն երբ որ առանց Աստծո է մարդը, խավարը չի թույլ տալի, որ մարդը իրան ճանաչի։ Խավարը չի թողում, որ ինքը մարդը հասկանա տվյալ պահին ինչ իրավիճակ է, ինչ է տիրում։ Խավարը անգամ այն ինչ որ դու ունես քո ձեռից վերցնում է։ Խավարը մի հատ անցնեմ առաջ։ Խավարի մեջ դու չես հասկանում ով է քո աղբերը, ով է քո թշնամին, ով է քեզ օգնում, ով է քեզ օրհնում, խավարի մեջ եմ ասում ես, ով է քեզ ուզում թալանի, ով է ուզում քեզի սպանի։ Խավարը մի հատ տեղ է, որ մարդ չի ճանաչում իր ստեղծող Աստծուն։ Խավարի մեջ շատ անգամ մեզ թվում է, խավարը ինքը իրանը թելադրում է։ Խավարի մեջ ինքը իր խնդիրներն է թելադրում, հասկանում, բայց ոչ այն իրականը, որ դու ունես, այն ինչի որ դու կարիքը ունես, այն ինչը որ Աստված ուզում է, որ դու տենց անես։ Խավարը մարդուն բարդություն է բերում։ Դրա համար խավարի մեջ նստած մարդիկ լույսի կարիք ունեն։ Ես Հովհաննեսի ավետարանի մեջ 9:41 Հիսուսը նրանց ասեց. եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա, բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք, նրա համար ձեր մեղքերի մեջ եք։ Շատ նենց մտածում մարդ,
եթե կույր ելնեիք, դուք մեղք չէիք ունենա, բայց որ ասում եք տեսնում ենք, մնում եք ձեր մեղքերի մեջ։ Ես խավարի մեջ ինչ ես տեսնում։ Խավարի մեջ, այսինքն մարդիկ կան խավարի մեջ բաներ են տեսնում։ Խավարի մեջ եթե դու բան տեսնես, դու լույսի կարիք չես ունենա։ Կարում եմ միտքս ասեմ։ Շատ անգամ ես ուզում եմ օրինակով ասենք, լավ Աբրահամը երբ որ դուրս եկավ, Աստված Աբրահամին ասեց վեր կաց։ Քո երկրից դուրս արի, քեզ տանում եմ Քանանի երկիրը։ Ու ճանապարհին Աստված ասեց պանդուխտ կլինես այդ երկրի մեջ, բայց ես քեզ եմ տալու, քո սերունդին պիտի տամ։ Ասես բայց դու այդ երկրի վրա պանդուխտ ես ապրելու։ Ու ընդ միացած խոստում ասում։ Քեզ օրհնողին կօրհնեմ, քեզ անիծողին կանիծեմ։ Այս խոսքը պանդուխտ Աբրահամի մասն էր, որ իրան ինքը ոչ մի բան չուներ։ Ու երբ որ Աբրահամը գնում է այդ երկիր, հետո ուզում է իջնի հարավի երկիրը, ընդեղի թագավորի Սարային sense բան ասում։ Կարծեմ 20-րդ գլուխը տենց է սկսում։ Ընդեղ մի հատ sense բան ասում է, որ գնանք, շատ սիրուն ես դու։ Դու պատճառով կարող է անձի սպանեն։ Կասես էլի, որ իմ քուրն ես, որ քու պատճառով ես չմեռնեմ, հա։ Հələ 20-րդ գլխի 10 համարելը բերեք կարդանք։ Եվ որ Աստված հանդիմանում է թագավորին, թագավորը Սարային ուզում է վերադարձնի արդեն Աբրահամին, Աբրահամի մի հատ հետաքրքիր բան ասում։ Ասում է Աբիմելիքը ասեց Աբրահամին. Ինչ տեսար, որ այս բանը արիր։ Ասում է ինչ տեսար, որ այս բանը արիր։ Ուզում եմ մի քիչ շարունակի 11. Եվ Աբրահամը ասեց. Այդ ինչա տեսնում։ Խավարը ուրիշ բան է ցույց տալի։ Ես ասեցի թե իրավ այստեղ Աստծո վախը չկա։ Աբրահամը ինչա տեսնում։ Ոչ թե տեսնում է այն, որ Աստված իրան ասել է, ստեղ ինքը տեսնում է ուրիշ բան, որ ստեղ իրան կսպանեն։ Ասում է ես եւ ինձ կսպանեն կնոջ պատճառով։ Կարում եմ միտքս ասեմ։ Ես խավարը այն ճիշտ, այն որ դու կարիք ունես, այն որ այն իրականություն, այդ իրականությունը քեզ չի բերում։ Այդ իրականությունը բերում է քո կյանքում մենակ Աստծո խոսքը։ Քեզի դու ես էլ լույսի կարիք ունեմ։ Մենք լույսի կարիք ունենք, բայց աշխարհն էլ լույսի կարիք ունի։ Մեզ հայտնվել է ինչ որ չափով Աստծուց լույս։ Ես մեզ հայտնվել է, որ Հիսուսն է այն ճշմարիտ լույսը, որ գալով աշխարհ ամբողջին բոլոր մարդկանց կարա լուսավորի։ Աշխարհը լույսի կարիք ունի, եւ այդ լույսը ես ու դու պետք է իրան ցույց տանք։ Ես խավարը շրջանակ մեզ է խափում։ Խավարը բան է ասում, հա։ Ուրիշ օրինակ ասեմ։ Լավ, Աբրահամին, երբ որ մենք շարունակենք Աբրահամի կյանքը, բեր շարունակեմ, նոր կանցնեմ ուրիշ օրինակի։ Երբ որ Աբրահամը արդեն երեխա ունեցավ, նախ ինքը այնքան էր այդ մոռացել, որ Աստված ասեց քեզ սերունդ եմ տալու, որ խավարը իրան բերեց Իսմայելին։ Ու ինքը
ասես թող Իսմայելս քո առաջ քայլի։ Թող Իսմայելս քո առաջ թող քայլի։ Շատ ժամանակ մենք գիտեք ինչ ենք անում, այս խավարի մեջ, երբ որ ճշմարիտ լույսը չունենք, մենք մեր համար լույսեր ենք սարքում։ Այդ լույսը կարող լինի մեր փորձառությունը, այդ լույսը կարող լինի մեր հասկացողությունը, այդ լույսը կարող մենք մեր համար ենք անում, որպեսզի մենք ինչ-որ ձևով քելանք այս երկրի վրա, քայլենք, որպեսզի այս երկրի վրա, որ մի բան անենք, որտեղ մարդը ուզում է մի բան անի, որտեղ մարդը չի կարում սпасի այն ինչ որ Տիրոջն է, այն որ Տերը պետք է հայտնի։ Այս քանի վաղ մտածում եմ, ասում եմ, Սուրբ գրքում գրած է, աղոթեք, չէ, եւ ձեզի կտրվի, չէ, տենց ասում, դուռը թակեք կբացվի, ասում են, լավ Աստված ամեն ինչ գիտի, էլ մենք պետք է խնդրենք, չէ, խնդրեք եւ կտրվի ձեզ, չգիտի ինքը, ես ում քեզ մի հատ բան ասեմ, այն ինչ որ առել եմ Տերից, դու Աստծուն տեղյակ մի պահի, թե քո ինչ է կատարվում, ինքը էդի գիտի, մենք իրան տեղյակ չենք պահում, թե ինչ է մեր հետ կատարվում, մենք գալիս ենք աղոթքի, տենանք ինչ անենք այդ պահին, որովհետև չենք իմանում, խավար է, որովհետև այդ պահին մենք չգիտենք ինչ անենք, մեզի պետք է լույս, որ կարողանանք հասկանանք մեր հետոյի անելիքը, բայց շատ ժամանակ մենք գալիս ենք տեղյակ ենք պահում, բայց այդ լույսը չենք ստանում, որովհետև տեղյակ պահեցինք ու գնացինք, Երբ որ հանդիպել ես ինչ-որ խաշմերուկի, դու լույսի կարիք ունես։ Եվ Աստված գիտես մի բան ասե, ես ուղարկել եմ իմ որդուն։ Շատ բան չի ուղարկի երկնքից։ Ընդհանրապես իր որդու։ Ինքն էլ է ցույց տալի, ահա իմ որդին։ Հայրը ցույց է տալի, ասում է, ահա իմ որդին։ Գիտես, երբ որ Աբրահամը արդեն Իսահակին ունեցավ, էլի մի հատ այս փորձություն էլ իր կյանքում։ Ու Աստված ասում է, վեր կաց քո միածինը, ոնց որ Իսմայելն էլ կար։ Բայց Աստծո համար մենակ Իսահակ էր։ Դրա համար ասում է, վեր կաց միածինդ վերցրա ու տար իմ համար զոհարա։ Գիտեք, այդ ժամանակ Աբրահամը ընդամենը մի բան ասում։ Իր կյանքով ցույց է տալի, թե ով է Տերը։ Իր կյանքով ցույց է տալի, որ Եհովան կարա, այսինքն ինքն է Տերը, ինքը որ ասել է, որ ես ազգերի հայր կլինեմ, ինքը էդի կարա անի։ Ինքը էլ չէր վախում, թե ես էլի խավարը ասում էր, բա որ մորթը սպանես, զոհ անես, բա հետո հավատացեք ասում էր։ Բայց Աբրահամը մի բան էր ասում, Աստվածատերը։ Ինքը չվախեցավ այն փորձությունից, ինչ որ իր առաջ կանգնել էր։ Ապա ինքը հաստատ համոզված էր, որ Տերը կարա հարություն տա։ Ամեն։ Գիտեք, մի հատ մեր կյանքում շատ բաներ կարող է հայտնվեն, որ մենք տարբեր եղանակներով կարանք ցույց տանք Հիսուսին։ Կարանք մեր այդ դժվարությունների մեջ ցույց տանք, որ Հիսուսն է Տերը։ Իմ սիրած այն տեղերից մեկն է, երբ որ Դավիթը տապանը բերում էր Երուսաղեմ, բերում էր իր տուն։ Ինչ արեց, վերցրեց իր հանդերձը հանեց, ինքը չէր վախենում ամաչելուց, չէր ամաչում ինքը,
խայտարակելնելուց։ Շատ հայացքներ, իր կինը անգամ իրան դատապարտեց։ Բանը խառնվել է այս ժողովրդին։ Բայց ինքը այդ անելով մի բան էր ասում. «Ստեի թագավորը մենակ ինքն է»։ Ինքը իր այն թագավորական հագուստը հանել էր, հավասարվելով բոլոր իր այն ժողովրդին, մի բան էր ցույց տալիս, որ ստեղ մի թագավոր կա, իր անունը Եհովա է։ Մեր կյանքում շատ է ձևի Պարելով դու կարաս ցույց տաս, որ քո Տերը ով է, ոնց որ աղաջան աղբերս ասում։ Դու պարելով կարաս ցույց տաս, թե ով է քո Տերը։ Սեդրակ, Միսակ, Հաբեդնագովին կարանք հիշենք, Դանիելին կարանք հիշենք։ Ես խնդիրը խավարը ցույց է տալիս, որ խնդիրը կրակն է։ Բայց ոնց ես բարձնելու։ Չի երկրպագես, գցվելու ես կրակը։ Բայց ես իրեք ազնվորությունները մի բան գիտեին ճիշտը, լույս ունեին իրանց մեջ։ Իրանք գիտեին, որ խնդիրը կրակը չի։ Խնդիրը ցույց տալ, թե իրանց Տերը ով է։ Ու դրա համար ասեցին. մենք այս կուրքին չենք երկրպագի։ Եթե անգամ մեր Աստված կարա մեզի փրկի, եթե չփրկի էլ, ես այս խոսքերը այնքան պինդ է իմ վրան ազդել, որ ասեն ավետարանը գրի, ես այս երեք մարդու անունը ու արածը կարամ գրեմ, որպես իրանք բան, հավատարիմ մարդիկ, օրինակ մեզ, որ իրանք իրանց կյանքով կարողացան ցույց տան, որ Հիսուսն է Տերը։ Ես խավարը շատ կեղծ ձևով է ցույց տալի քո խնդիրը։ Մեր հիմնական գործողությունը մի բանն է, մանավանդ քրիստոնյաների, որ մեր կյանքով ցույց տանք, որ Հիսուսն է մեր Տերը։ Էս է լույսը։ Եթե մենք այդ լույսի ներքո է, որ մենք կարանք հասկանանք իրական վիճակը։ Այդ լույսի ներքո է, որ մենք ճիշտ ենք հասկանում այն միջավայրը, կամ ինչ է կատարվում, կամ ինչի կարիք ունենք, կամ այդ խնդիրները ինչ ձևի լուծենք։ Մենակ մի դեպքում, երբ որ դու լույսը ունես, Դա Աստծո խոսքն է, որ Հիսուսը որպես խոսք Աստծո եկավ այս երկրի վրա ու մեզի լուսավորել է։ Իր խոսքով ցույց է տալի մեր անելիքը։ Իր խոսքով մեզի առաջնորդում է։ Մենք այդ խոսքի շատ կարիք ունենք։ Մեր ամբողջ ընթացքը կախված է հենց այդ խոսքից։ Ու մենք պետք է հասկանանք, որ մենք էլ այս աշխարհին պետք է տանք այս խոսքը։ Աշխարհը իմ կարիքը չունի, ոչ էլ դուք դրա կարիք ունեք։ Իմ կարիք էլի։ Անկամ ես ինքս եմ կարիքավոր։ Ու իմ կարիքի անունն էլ հենց Հիսուսն է։ Ինքն է իմ պատասխանը։ Ու Աստված ուզեց ամեն ինչ բովանդակի Քրիստոսի մեջ։ Ամեն բան ուզել է բովանդակի Քրիստոսի մեջ, որ դու մի բան ասես, որ իմ պատասխանը ինքն է։ Թող Աստծո անունը փառավորվի, բերեք ոտքի կանգնենք, աղոթ կանենք։ Ուզում եմ, որ սրտիդ մեջ մի բան ունենաս։ Դու որ Աստծո խոսքի կարիք ունես, դու մի բան հասկանաս, խավարի մեջ լույս չկա։ Ու Աստված երկնքից է ուղարկել այդ լույսը։ Դու այստեղ ոչ մի բանից քո համար լույս մի սարքի։ Ես ինչքան լույս դու փորձես լույս սարքես քո համար, այլ չէ կարիք չունենաս այն ճշմարիտ լույսի,
դու քո համար խնդրեմ ես սարքում։ Դու քո համար, հա, խավարի մեջ տենալ, ինչ պետք է տենաս, խավարի մեջ ոչ մի բան չի երևում։ Խավարի մեջ ոչ մի բան չի երևում։ Գիտեք, կանգնած եք, բայց պետք է չի ուզում շարունակեմ, բայց մի բան էլ շարունակ։ Աստված անապատով մարդկանց տարավ, այնտեղ ոչ մի բան չկար, որ այդ ժողովուրդը տեսնի իրան, որ տենա, որ Աստված իրանց հետ է։ Բայց այս մարդիկ տենում էին, չկան։ Լսում ես ինչ եմ ասում։ Այս մարդիկ ոչ թե տենում էին ինչ կա իրանց կյանքում, ում ներկայությունն է իրանց կյանքում, այլ իրանք այնքան հզոր էին, որ տենում էին, թե ինչ չկա։ Այն ջուր չկա, այս չկա, այն չկա, լավ պայմաններ չկա, չկաները կարում են տենան, բայց այն, որ Աստված իրանց հետ էր, 40 տարի ման էր ածում, կերակրում էր, ջուր էր տալիս եւ այլն, իրանց հետ այլ է։ Այս ժողովուրդը չկարացան տեսնեն Աստծուն։ Խավարը բռնել էր այս մարդկանց։ Ու այդ խավարի մեջ աննորմալ երևույթ է, որ մարդը մի բան է տեսնում։ Ու ոնց որ այս թագավորն ասում է Աբրահամ, այդ ինչ տեսար, որ դու տենց սկսեցիր անել, որ այսքան այնտեղ ասում է, որ այդ պատասը ուզում էիր բերես իմ գլխին, բայց ասում փառք Տերը դրա առաջ առնում է, չի թողում, որ թագավորը մի համիտ էր։ Խավարի մեջ այդ ոչ մի բան չի երևում ժողովուրդ։ Եթե խավարի մեջ դու կարում ես մի բան տեսնես, դա նորմալ չի։ Թող Տիրոջ լույսը գա ու իրոք լուսավորի մեզ, որտեղ մենք դրա կարիք ունենք։